բայց այդ խաղերի շարքը եվրոպական մեծ երեկոների շարքը ընդհատվեց այս խաղաշրջանում եվրոպական երեկոներ տեսավ play-off-ի ուղեգիրը։ Նոան կարող է դառնալ հայկական առաջին ակումբը, որը բոլորս խաղում ենք եւ ապրում ենք այսօր մեկ նպատակի համար, հիմնական կապող օղակը կիսապաշտպանների եւ արձակման գծի խաղացողների միջև Աջից Իլյանոդեի համար 98 Սանդրո Պերկովիչը գլխավոր մարտիչն է կա։ Հանդիպման մեկնարկը խաղասպասարկում է Դավիթ Շմայցի եւս այդ ցուցակում կա, բայց անկեղծ ասած չգիտեմ նա ամբողջովին պատրաստ է այս խաղին։ Թե ոչ, դե բնականաբար ամբողջովին պատրաստ չէ, թե լիներ խաղալ մեկնարկային րոպեներից վտանգավոր է։ Կոնֆերենցիաների լիգայի այս խաղարկությունում եւ երկուսն էլ խփել է Աբովյանում, հիմա վտանգավոր գրոհ է կազմակերպել Սյոնը եւ կորուստները չէին սահմանափակվում միայն վնասվածքներով, նաեւ հորակազրկումներով, բայց այստեղ քննադատության մեջ, բայց ամեն դեպքում այսօր պետք է մոռանալ այդ քննադատությունը, Սանգարե վտանգները փոխանցում Աչեզր, Բոակե դեպի Տուգանային հրապարակ Յակոլիշին թույլ չտվեցին, 2-1 հաշվով։ Շարև փոխանցում վտանգավոր է Լյան Եռյակը, Սանգարե փոխանցում Մանվելյան, ծախեր պետք ուղարկել գնդակը սուալ է։ Դակ երկրպագուների արձագանք։ Յակոլիշ ցածից վտանգավոր է 11 մետրանոց։ Բայց կա վառավակարգ, եկեք սպասենք, շատ շուրախ խաղում է Էլդերի հետ, շատ լավ բացվեց Գուստո, իհարկե, ինչի մասին է խոսքը, Կասուլիչը, Ֆերերա, արված ու գոլ, գոլ Էլդեր Ֆերերա, Նոան բացում է հանդիպան հաշիվը, ամեն ինչ գնում էր սրան, Նոան աստիճանաբար ավելացնում էր և վաստակեց իր 11 մետրանոցը, իսկ Էլդերը ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը փոխանցում Աչեզր վտանգավոր կարող է ստացվել Լավանշի դեպի Տուգանային հրապարակ շատ իր է պետք լինել ուղիղ հարված պատից անդրադարձավ Սուալեհե փոխանցում ձախ Յակոլիշ շարժում է կենտրոն Յակոլիշը հարված 3-ի դիմաց հիմա բարեբախտաբար այսպիսի որոշում առանձնացնից այդպես չի գնում, բայց այսօր այդպես է հիմա Բոտելին ազատություն ստացավ մեր Տուգանային հրապարակ մտավ եւ Ֆիգերա շարունակվում է իրավիճակը թելադրողը կենտրոնով անցավ այս փոխանցումը վտանգավոր է եւ թիկունք Բատատա Ջանցած գոր Մանվելյանի փոխանցում Բոտելի կրնկով վտանգավոր է եւ Էրիկ Բոակե գնդակը նոյ խաղացողը առաջին խաղակեսում այլևս իրադարձություններ չեն ծավալվի ու մրցավարն ավարտում է առաջին Մեքսիոնի օգտին կա երկրորդ խաղակեսի մեկնարկը առայժմ ոչ այնքան հաջող մեկ հպումով այստեղ վտանգավոր կարող է ստացվել Շատ վտանգավոր է եւ Սուալեն փակում է փոխանցման ճանապարհը գրոհ շարունակվում է եւ լավը չէր եւ դարձյալ մեծ արագությամբ Սյոնը շարժվում է առաջ ու մեծ ուժերով Ֆիգերա դիրքը նորից վտանգավոր է պատխաղարկումները եւ փրկում է Ֆիգերա ցավն էլ ասած ամենայն այնտեղ ինքը թանիր Նորից վտանգավոր է Բոտելի Հնցան Այստեղ կաբակալման աղթեց սխալ դուրս եկավ Սերգեյ Մուրադյանը դիրքը բացվեց արագացնելով տեմպը բարձրացնելով ու ևս Դումբիա Ալբերտ Գարեգինյան հիմա նորից վտանգավոր պայ մեր դարպասի մոտ եւ դարպասածով թիմին պատրաստելու հասկացնելու որ այն իրավիճակն է որը կար առաջին խաղից հետո այնպես որ պետք է շարունակել նույն ոգով իսկ Բոտելին այստեղ փորձում ադաշտ Երևի Յակոլիշի փոխարեն Էլդերը կգնա աջ հիմա նա գնդակով է Էլդեր եւ ինչու այսքան անընդհատ այս խաղարկումները երկրորդ կեսում անցնում են
Սիոնի Սայնտինին է փորձում փակել եւ տեսեք ինչ է տեղի ունենում։ Օշիման եւ Փամոյանը մնացին խաղից դուրս այդ պատխաղարկման հետևանքով։ Այստեղ Սայնտինին էր մինչև վերջ փորձում, բայց պասիվ արկում։ Պետք է ասել նաեւ, որ կերպարանափոխված Նոա ենք տեսնում, Սայնտինի չխախտել Բոտելի եւ տեսեք այս բոլոր իրավիճակներում երկրորդ հարկում 5 ոչ ոքի եւ 3 պարտուց հակառակը տնային խաղերում 6 հաղթանակ տեղին կստանա Կոստակը։ Շարեֆը այս դրվագում աղթեց եւ Ֆրանսում Սայնտինին է հեռացնում։ Հարցեք թե վերադառնում է եւ փորձում է հեռուն գնա։ Ճիշտ է։ Նոան հիմա փորձում է կանգնեցնել Կոստակե։ Լավը չէր, բայց Լազետիչը ամեն դեպքում տիրեց գնդակին, Յակոլիշ շարժվում է առաջ, փոխանցում եւ անկյունային։ Սայնտինի ձախ լատերալ Պավլովիչ, աջ լատերալ Էլդեր Ֆերերա, հիմա վտանգավոր կարող է ստացվել։ Խաղացողին, իսկ հիմա Լուկեն Բիլա Տուգանային հրապարակում է փոխանցում ընթացքից հարված։ Սյանը գնդակով է։ Կաբակ Ալման փոխանցում։ Ուղիղ փոխանցում կետևի Տուգանային հրապարակ Գարպասապայի։ Կար փոխանցում առաջ Դումբիա եւ ավարտվում է նաեւ հանդիպումը։ Վերջ Նոայի եվրոպական ճանապարհորդությունն ավարտվեց։